Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են եւ կա Հայաստանի ու Ադրբեջանի համար ընդունելի տեքստ։ Երևանը վերահաստատում է պատրաստ է սկսել խորհրդակցություններ որոշելու ստորագրման օրն ու վայրը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանի խոսքով Ադրբեջանն իր նախապայմաններն է առաջ քաշել, որոնցից մեկն էլ Մինսկի խմբի լուծարման գործընթացին է վերաբերում, ինչը Հայաստանի համար հասկանալի եւ ընդունելի է։ Մենք կարծում ենք, որ այս գործընթացը Մինսկի խմբի եւ կառույցների լուծարման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հետագայում վավերացման ուրեմն գործընթացը առնվազն պետք է զուգահեռվեն եւ մենք միաժամանակ կարող ենք օրինակ երկու թղթի շուրջ հանդիպում ունենալ, ստորագրություն ունենալ։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ երկխոսությանը, նախարարի գնահատմամբ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, շատ ակտիվ եւ գործուն երկխոսություն կա։ Իհարկե կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնական արդյունքները տեսնելու ժամանակն է։ Նախարար Միրզոյանը ներկայացրեց թե հարևան, թե այլ գործընկեր երկրների հետ գործակցության ուղղությամբ նախորդ տարվա արդյունքները, հայտնեց, որ առաջիկայում Իրանի նախագահին են սպասում Երևանում։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց խաղաղության պայմանագրից։ Ինչու է Ադրբեջանի խմբագրությանը համաձայնվելը նախարարը մեծ ձեռքբերում համարում։ Ի պատասխան Միրզոյանը նշեց, այն որ կա տեքստ, որի շուրջ համաձայն են թե Հայաստանը, թե Ադրբեջանը, շոշափելի ձեռքբերում է նույնիսկ չստորագրված վիճակում։ Բայց ես ավելի առաջ գնամ, կանխած գալով մեր եւ ձեր միջև արդեն քիչ-քիչ ծավալվող կռիվը լավ ավանդույթների համաձայն։ Այս մասին ով խոսա, պարոն Խաչատրյան, գոնե դուք պիտի չխոսաք։ Եվ ես կարող եմ ասել ինչու։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան ուժ ուներ, ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց, Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Եկեք չկռվենք։ Դուք չունեք փաստարկ եւ խոսալու տեղ։ Հայաստանը ստեղծվել է Բաթումի պայմանագրով 12,000 քառակուսի կիլոմետրի վրա եւ հանձնվել է բոլշևիկներին 30,000 քառակուսի կիլոմետրով, արձագանքեց Արթուր Խաչատրյանը։ Դուք որ առաջի փոխվարչապետ էիք, հանգիստ գնում եք Ստեփանակերտ, որովհետեւ 42,000 քառակուսի կիլոմետր այն տարածքը, որ հանգիստ գնում էիք։ Դուք երբ որ իշխանություն եք կար ճանաչված Արցախի հանրապետություն։ Պատասխանը ակնհայտ է, չէ։ Սա ինձ ստիպում է ենթադրել, որ դա սովորական քարոզչական են հնարքներից է, հայրենասիրականի անվան տակ սիրուն փաթեթներից, որի տակ դուք լրիվ ուրիշ բաներ եք պայմանականորեն վաճառել Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հետևաբար կրկին այս արտահայտությունը ես ասում եմ, հալվա ասելուց բերանը չի քաղցրել, որ դուք շուշուտ ասում եք Արցախի հանրապետություն, ճանաչեիք այդ Արցախի հանրապետությունը, հետո էլ կասեք, հետո օրակ ասում եք մենք ձեզ թողել ենք 42,000 քառակուսի կիլոմետր, ես հարցնում եմ ինչ Հայաստանի հանրապետություն, դե տենց հա դուխով ասեք հա, որտեվ էդ էլ էր տարբեր, մի րոպե, դա էդ էլ էր տարբերակ, ասել չենք ճանաչում Արցախի հանրապետություն, այդ սա հիմա ճանաչում ենք Հայաստանի հանրապետություն։ Ախր դուք ոչ եք արել, ոչ լուծման եք գնացել, ոչ հայտարարել եք դա հանրապետություն անկախ, ոչ հայտարարել եք Հայաստանի մաս, ոչ զիջել եք, ոչ չեք զիջել, ուղղակի անverջ, անսահման ձգել եք ստատուս քվոն, քաջ իմանալով, որ դա մի օր պայթելու է ժողովրդի գլխին։ 2018-ի ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո, երբ իշխանությունը դեռ նոր առաջնահերթություններ էր սահմանում եւ փորձում իրականացնել, Միրզոյանը հիշում է, որ լայնածավալ քննարկումներ կար ընդդիմության կողմից, թե եկել են հողերը տան։ Մենք էլ այնքան միամիտ էինք, որ այդ ժամանակի գլխի էլ չէինք ընկնում, ինչի մասին են խոսում, այս ինչ աբսուրդ մեղադրանքներ են հիշեցնում։ Ես այն չեմ ուզում ասում։ Ուզեմ ցույց տալ, որ դուք լավ էլ իմացել եք, որ այդ մի օր պայթելու է, եւ հետեւաբար իմ համար, սա ձեզ անձնապես չեմ ասում, չնայած համարձակություն ունեմ ասելու, որ նաեւ կարծում եմ անձնապես էլ մաս եք այդ ամեն ինչի։ Իմացել եք, որ այն գիծը, որ ոչ մի հստակ բան չի կարել, եւ իմացել եք, որ դա մի օր պայթելու է ժողովրդի գլխին։ Եվ այդպես էլ եղել է, ցավոք սրտի մենք եւ հայ ժողովուրդը եւ ես անձնապես չենք ունեցել բավարար խելք, քաղաքական հասունություն, քաղաքական միտք, եթե կուզեք, ժամանակին ճիշտ կողմնորոշվելու գլխի ընկնելու եւ գնալու զիջումների, գնալու լուծումների։ Ինչպես է պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությունը նպաստել մեր անվտանգությանը, հետաքրքրվեց Հայաստան խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը։ Սյունիքում ինչի են երկու ամիս կրակում։ Ոնց եք դուք բանակցել, համաձայնեցրել, փաստաթուղթ, հիմա էլ ասում, որ ավելի առաջ եք գնացել անվտանգության ապահովման գործում, եթե ավելի լավ վիճակ էր
այդ հայտարարությունից առաջ, քան հիմա անվտանգության ապահովման գործում։ ԱՄՆ պետքարտուղարը, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը կոնկրետ տեղանք նշելով խոսել են վտանգի մասին։ Ես ուզում եմ հասկանալ, դուք ավել տեղեկություն ունեք Ադրբեջանից գուցե ստացված կամ որտեղից, որ վտանգ չի սպառնում ու այս գործընկերներին կոմունիկացիա տեղի չունեցել, թե իրենք ավել տեղեկություն ունեն, մեզ են զգուշացնում, դուք եք դա թաքցնում։ Քանի դեռ չկա ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, էսկալացիայի վտանգն առկա է, շեշտել է նախարարը, հավելելով ԱՄՆ պետքարտուղարությունն իր հայտարարության մեջ ասել է այն, ինչը ինքն էլ է ասել եւ ասում։ Դուք տենց դիպվածային ասում եք, բայց իրանք կրակում են։ Պարոն Խաչատրյան ասում է, թշնամու վերջի երկու կետին համաձայնվեցիք։ Ես ասում եմ, եկեք խոսանք, Ժորժ ջան, ու լավ է, թող հրապարակային, մեր քաղաքացիներն են։ Լավ ինչ անենք, չանենք այդ պայմանագիրը, չհամաձայնենք այն կետին, չառաջարկենք մեխանիզմ, հրճակենք ամբողջ բանին, ինչի մենակ Ադրբեջանը, ինչի մենակ Թուրքիան, մի հսկայակ ասենք թյուրքական աշխարհը, մահմեդական աշխարհը, արդեն արաբական ժողովուրդները, չգիտեմ, հերավոր արևելքի բաներ, օվկիանիան ժողովուրդներն հետը մեր թշնամի ու ինչ անենք, ժողովուրդ, դուք ինչ եք պատկերացնում։ Մի օր կարակ հոդաբաշ նստենք, պարոն Խաչատրյան, դուք ինձ բացատրեք, ասեք Միրզյան, սխալ է, այս երկու կետին պետքա չհամաձայնվենք, պետքա ինչ անենք։ Այդ չեմ տեսնում ես ձեր ասածների մեջ ոչ մի կերպի։ Բացի նրանից, որ ճռճռան հայրենասիրական բաներ ասեք, չգիտեմ։ Այնուհետև նախարարը հարց է ողել ընդդիմությանը, երբ ասում են, որ ինքը սխալ է։ Որն է իրենց ճիշտը։ Ըստ նախարարի Հայաստան խմբակցությունը եւ վերջինիս համակիրները երկու մասի են բաժանվում։ Մի փոքրաթիվ մասը ինձնից լավ գիտի, որ ես ճիշտ եմ։ Ես 4 հատ փաստարկ կասեմ, 5-րդ, 6-րդն էլ այդ մարդիկ դուք այդ խմբի, ենթախմբի մարդիկ կասեն։ Այ ուրիշ բան, նրանք չեն ասում, նրանք ասում են այլ ճռճռան բառեր, այլ նարատիվներ մանիպուլացնելու մյուսներին։ Եվ ահա ձեր խմբի, խմբակցության, հոսանքի այն մյուս ավելի մեծ մասը, որը չի մանիպուլացնում, ազնվորեն հավատում են, որ իրանք ճիշտ են։ Օրինակ ուզում եմ կոմպլիմենտ անել, հաջողություն անել Տիկին Վարդյանին։ Ինքն հենց անկեղծ է ատում ինձ։ Եվ ազնվորեն հավատում է, որ ես ինչ եմ արել, ծախել եմ, դա չգիտեմ ինչ եմ արել։ Հասկանում եք։ Ես որ նայում եմ, թե ինքը ոնց ազնվորեն հավատում իր ասածին եւ ոնց ազնվորեն ինձ համարում դավաճան, չեմ կարող նույնիսկ հակափաստարկներ ռացիոնալ ասել, որովհետեւ Տիկին Վարդյանի հավատքը այնքան խորն է, որ ռացիոնալ փաստարկների համար փակվում է ինքը։ Այնինչ ձեզ, պարոն Խաչատրյան, ոչ միայն կարող եմ համոզել, այլև կարող եմ պնդել, որ դուք ինձնից լավ գիտեք, որ ես ճիշտ եմ, իսկ դուք սխալ։ Հարցնչեց նաև Եվրամիության երկրների վիզաների տրամադրման հետ կապված խնդիրների մասին։ Միրզոյանը նշեց, գործընթացն իսկապես մտահոգիչ է։ Մենք այս հարցը մեր ԵՄ անդամ երկրի գործընկերներին, նրանց ովքեր ներկայացում են Երևանում առնվազն, մշտապես նրանց ուշադրությանը բերում ենք, հնչում են տեխնիկական պատճառաբանություններից վերջացած մինչև ֆինանսական դեպքեր կան, ընդունում ենք հայկական օրինակ չգիտեմ դիմողի դժգոհություն դեպքեր կան, բայց բացառիկ է սա կանոն չեմ կարող դարձնել, որ մենք չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ օրինակ հարգալից վերաբերմունք է դրսևորվել, դեպքեր էլ կան, բազմաթիվ դեպքեր էլ կան կամ եթե կուզեք դեպքերի մեծ մասում առնվազն մենք առարկություն չունենք հիմա այդ են իրենց ընթացակարգերը եւ իրենց որոշելիքն է վերջնական առումով։ Խնդրի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ եւ հնարավորինս արագ ավարտն է, որտեղ Հայաստանը եւս անելիք ունի։ Պատգամավոր Գեգամ Նազարյանը հետաքրքրվեց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս ընթացքի մասին, նաեւ թե որքանով են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը խոչընդոտում հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։ Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ կան, ամեն ինչ հարց չէ, կան անհամաձայնություններ, բայց բազմաթիվ այլ հարցերում համաձայնություններ կան։ Մեր եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն, լինի դա Ռուսաստանը, լինի դա Իրանը, լինի դա, չգիտեմ, որ Մադագասկարը։ Եվ մենք սա հարցերի առաջանալու դեպքում բարձրացնում ենք բոլոր գործընկերներին։ Այնպես ինչպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մենք երբեք թույլ չենք տա, որ ուղղված լինեն որևէ այլ երրորդ երկրի դեմ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Միացյալ Նահանգներ Իրան, ուրեմն համատեքստին, մենք մեր բոլոր գործընկերներին տեղեկացրել ենք եւ վերջերս էլ թարմացրել ենք այս տեղեկացումը, որ մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները ի նպաստ բերել մեր երկու այլ
ուրեմն թեկուզ եւ հակադիր դիրքորոշումներ եւ դիրքավորումներ ունեցող գործընկերների միջև հարաբերությունների նորմալացման Ինչ վերաբերում է նախարարության արդյունքներին, նախորդ տարի 27.4 միլիարդ դրամ են ծախսել, կատարողականը 98.8%։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։